Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, Վանաձայանի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Արցախյան 44-օրյա պատերազմի 5-ամյակին առիթով 3 ՕՀԻՏ Կանադայի Գետրոնական կոմիտեն հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. 5 տարի առաջ Արցախի 44-օրյա պատերազմը իր ավարտին կհասներ 9 նոյեմբերի դխրահռչակ համաձայնագիրով։ Հայոց ցեղասպանությունն ետք հայոց պատմագրության ամենեն աղետալի եւ գորստապեր իրադարձությունը հանդիսացավ այս համաձայնագիրը, որուն հաջորդող արարներ Արցախի հայատապումն ու հայրենազրկումը։ Թավադիր այս համաձայնագիրով Բաքուի կհանձնվեին Արցախի եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ եւ հիմնովին կխախտեին Հայաստանի արևելյան սահմաններուն ամրագուր վահանը Արցախա-ադրբեջանական սահմանը, որ երկարեր Վարդենիսի հորիզոնակիցեն մինչև Արաքս։ Այսօր Արցախի հայրենազրկման թավադիր արարեն ետք հայ եկեղեցվո ինտիմատիր գուսակցություններու եւ գազագերբություններու թեմ բռնաճնշումներով հակեցած Հայաստանի վարչախումբին արշավը գծարայե միայն ու միայն թուրք-ադրբեջանական քաղաքական հաշիվներուն եւ ծրագիրներուն։ 2020-ին եւ 2023-ին Արցախը զոհասեղանին վրա դրած այս վարչախումբը բիլիչվարանի նույն զոհասեղանին վրա տնելու Դավուշի, Սյունիքի եւ Գեղարքունիքի ինքնիշխան տարածքներ։ Այսօր Հայաստանի հանդեպ նենք նպատակներ հետապնդող Բաքուի իշխանությունները երբեք պիտի չհրաժարին նոր պատերազմի սադրանքներ բեմադրելու միտքեն եւ արևմտյան Ադրբեջանի գեղձ քաղաքական հայեցակարգով պիտի շարունակեն ռազմական ոտնձգությունները Հայաստանի տարածքներուն հանդեպ։ Բադմությունը ունի իր արդար Տադաստանը 9 նոյեմբերի թավադիր համաձայնագիրը ստորագրած ազգատա վարչախումբին նշեց ՕՀԻՏ Կանադայի Գետրոնական կոմիտեի հայտարարությունը։ ՕՀԻՏ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան դիմադրյան կրառումը 3 նշած է։ Հայ արաքելական եկեղեցվո թեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության թեմ, որուն հեղինակները կգտնվին երկիրեն դուրս, Փաշինյան ընդամենը կորձիկ մնե այդ հրեշային ծրագիրը կատարելու համար։ Ավելորդ է անդրադառնալ կորձիկի ցերքին կորձիկ դարձած ծառաներու վարվելագերբին, այդ մեկը ըլլա գարկալուց կհանա, քաղաքացիական մայմանակիր խմբակցության պատգամավոր, թե ուժային կառույցի ներկայացուցիչ։ Մենք պետք է ամբողջությամբ ընկալենք հարցին խորքը, հասկանանք, որ այս միայն մեր բարձրաստիճան հոգևորականներու թեմ պայքար չէ, անոնց դեշնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, ապազգայնացումը, ընդգծեց Սաղաթելյան։ Ես չեմ օգնիր գրկնելու, որ այնինչ որ կկատարվի մեզի թեմ հայկականության ապազգայնացումի ծրագիր է, որ ունի նաև աշխարհակաղակական նշանակություն։ Անոր արտահայտությունները կտեսնենք հառաջիկային։ Հետևաբար եկեղեցվո թեմ արշավը պետք է դիտել այս ծիրի մեջ, հասկանալ հարցին լրջությունը եւ խորքը, ստեղծել պաշտպանության ազգային ճակատ եւ միասնական ուժով կանխել այդ հրեշային ծրագիրին գործածությունը, նշեց պատգամավոր Իշխան Սաղաթելյան։ Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության փամփեր Այհան Հաջիզադե հայտնեց, որ Բաքու բազմաթիվ անգամներ լուրջ մտահոգություն հայտնած է Հայաստանի մեջ Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության համար, որոնց իրեն կհագասե ցերկ բերված նախնական համաձայնություններուն։ Ի հեճուկս այս առաքելության հայտարարած նպատակներուն նպաստել դարաձաշնային գայունության, ինչպես նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վստահության ամրապնդման առաքելությունը լայնորեն օգտագործված է իբրև Ադրբեջանի թեմ կառուցության կորզիկ։
նկատի ունենալով վերօրյալը Ադրբեջան-Հայաստան սահմանին երրորդ գոմերու ուժեր չդղայգայելը մեր գոմե հարաճ տարված է իբրև խաղաղության ամենացնակիրի առասկային դրույթներեն մեկը եւ իբրև արդյունք ընդունված է։ Երրորդ գոմի ուժեր ըսելով մեր երկիրը նկատի ունի նաեւ Եվրոպական միության առաքելությունը եւ մեր դիրքորոշում այդ ուղղությամբ հայտնի Հայաստանին իբրև առաքելությունը ընդունող գոմ։ Հույս ունենք, որ խաղաղության համացանակիրի սուրակցությունն յետք Հայաստան պիտի կատարե այդ պայմանավորվածության ձերի մեջ ստացած իր բարդավորությունները ըսավ Հաջիզադե։ Անցնող շաբաթավերջին Մեծդան Գիլիգյու արամանաչին կաթողիկոսին այցելեցին Կալիֆոռնիա նահանգի փոխկառավարիչ Էլենի Կունալակիս եւ Միացյալ Նահանգներու կոնգրեսի նախկին նախագահ եւ այժմ Զերագուդի անդամ Նենսի Պելոսի։ Արդարև վեհապարը Սան Ֆրանցիսկո ժամանած օրը ուրբաթ 7 նոյեմբերին իր իջևանած բանտոգի մեջ ընդունեց այցելությունը Կալիֆոռնիա նահանգի փոխկառավարիչ Էլենի Կունալակիսը, մինչ կառավարիչ Գավին Նյուսոմ երկրեն ցույց կգտնվեր։ Շուրջ ժամ մտված հանդիպումը արիթ հանդիսացավ անդրադառնալու հայտարին Հայաստան ըստ հարաբերության Միացյալ Նահանգներու հայ քաղաքին միջին արևելքի հայության եւ հարագից հարցերու։ Հետաքրքրական զրույց մտերի ունեցավ վեապար հայրաբեդին եւ փոխկառավարիչին միջև հիշյալ հարցերուն շուրջ նկատի ունենալով Կունալակիսի հունական զակումն ու հույն ուղղափառ եկեղեցու հետ անոր սերտ առնչությունը։ Հանդիպումին ներկայ էին նաեւ հայտարարի արեմդյան շրջանի պատասխանատուները, որոնք անդրադարձան հատկապես Կալիֆոռնիա հայ քաղաքին առնչված գարկմը հարցերու։ Վեապար հոր գողքին էին Արեմդյան Միացյալ Նահանգներու հայոց թեմի առաջնորդ Գեղամ arczepiskopos Խաչերյան եւ ասկային գետրոնական վարչության անդամ Ռոստոմ Այնտաբելյան։ Օրմի յետք Արամ առաջին վեապարին այցելեց Միացյալ Նահանգներու կոնգրեսի նախկին նախագահ եւ այժմ Զերագուդի անդամ Նենսի Պելոսի իր խորհրդարանին, ինչպես նաեւ Զերագուդի անդամ Աննա Էշուի ինտերակցությամբ։ Հանդիպումին ներկայ էին նաեւ առաջնորդ Գեղամ arczepiskopos Խաչերյան, ազգային վարչության գետրոնական վարչության անդամ Ռոստոմ Այնտաբելյան եւ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օկապարծության ադենաբեդ Մաթեոս Սենեկերիմյան։ Ավելի քան ժամ մտված հանդիպումը ընդգրկեց շարք հարցերու քննարկումը Հայաստանեն մինչև Լիբանան, Մինչին Արևելք եւ Միացյալ Նահանգներու հայ քաղաք։ Նենսի Պելոսի Ամերիկայի դեմոկրատ գուսակցության բարձրագույն ղեկավարն է եւ նույն գուսակցության անդամներուն մոտ գվայել է մեծ վարկ։ Ան միշտ մոտ եղած է հայ քաղաքին եւ հայ ազգի իրավունքներու պաշտպանության իր զորակցությունը հայտնած է։ Արեմդյան Միացյալ Նահանգներ կդարած հովաբետական իրացելության ընթացքին Արամ վեապար այցելեց Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատուն, որ գահանտիսանա Միացյալ Նահանգներու հայկական պատմական վայրերեն մեկը։ Հոն իրենց հավերենական անկիստը կդած են հայ ազգի արտի պատմության մեծանուն թեմքերեն ոմանք։ Գերեզմանատան մեջ վեապարը իրեն ընկերագից հոգևոր դասին հետ հոգեանքրիստյան արարողություն կատարեց ի խաղաղություն հայ ազգի կաչամարտիկ նահատակներու եւ մշակույթի զրայողներու հոգիներուն, մասնավորապես ազգային հերոս Սողոմոն Տելիրյանին, որ 1921-ին ահապեկեց հայ ազգի ցեղասպանության գլխավոր դահիճն ու պատասխանատուն Դալիաթ Փաշան, ինչպես նաեւ պրոֆեսոր Ռիչարդ Հովանեսյանին, որ եղած է հայոց պատմության առաջադար գիտնականներեն մեկը, եւ քրակետ Ուիլյամ Սարոյանին, որ եղած է միջազգային օրենջաշտված հայազգի քրակետ։ Նշենք, որ վեապար հայրաբեդը այցելեց նաեւ Ֆրեզնոյի համալսարան, որ ընդունվեցավ համալսարանի հայագիտական ուսման սպաշնի դնորեն Բարլո Դեր Մգրիչյանի եւ անոր գործակիցներուն կողմէ։ Արամ վեապար նախ ուղղվեցավ համալսարանի շրջապատի մեջ գանքնեցված հայոց ցեղասպանության ուշացանը, ուր իր նախագահությամբ տեղի ունեցավ բարեխոսական գարկ։ Աղոթքի ընթացքին վեապար հայրաբեդի գողքին ներկայ էին հոգևորականներ, նաեւ համալսարանի պատասխանատուներ, հայ ուսանողներ եւ Ֆրեզնոյի եկեղեցու հոգապարծուներն ու երեսփոխանները։ Արարողության ավարտին խոսք առնելով վեապարը ողջունեց հուշարձանի ձեռագիրին իրակորձումը Ֆրեզնոյի մեջ Հայաստանի Բադվոյբադոս Բերջ Աբկարյանի եւ համալսարանի հայագիտական ուսման սպաշնի դնորենին գործակցությամբ։ Անսավ գրնալալ
որ պետություններ զանազան հաշիվներ է մղված ցեղասպանություն բարը չկործածեն ինչ որ 1915-ին Թուրքիո պետության կողմէ կատարվեցավ հայ ժողովրդին դեմ սակայն 1.5 միլիոն հայերու չարտը ծրագրված ու կործադրված ցեղասպանություն էր միջազգային օրենքին համաձայն ցեղասպանությունը հայ ժողովրդի հավաքական իշխողության մեջ ամրորեն արմատացած է հայացքը կբահանջի ցեղասպանության դնաչում եւ հադուցում ապա իբադի վեապարայրաբեդին համալսարանի մեջ տեղի ունեցավ հյուրասիրություն հաջորդաբար խոսքեր արտասանեցին համալսարանի փոխնախագահը հայագիտական ուսմանց բաժնի ինչպես նաև կանի մտածախոսներ անոնք անդրադարձան արամ առաջին գաթողիկոսի գդարած իրակորձումներուն հատկապես մշակութային եւ բանասիրական մարզերուն մեջ Ուրբաթ 24 հոկտեմբերին Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնի այցելեց Դիտիմոտիկոյի հայկական պատմական Սուրբ Գևորգ եկեղեցի Նախարարը դիմավորվեցավ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Կեմիշչյանի եւ ազգային վարչության անդամ Արսեն Քալֆայանի կողմէ Անոնց կողքին էին Շուչանի հոգևոր հովիվը թաղային խորհուրդի եւ թեմական պատգամավորներ Առաջնորդ Սրբազանը նախարարին դնոտացուց եկեղեցու պատմությունը եւ անոր հնամյա կաթողիկական արժեքը իսկ երկխոսության առանց կդարձավ եկեղեցու շենքին վերագանքնումի անմիջական աշխատանքներուն մեկնարկը որոնց շնորհիվ առաջին հերթին կարելի պիտի ելա հիմնական վերանորոգության ենթարկել եկեղեցու տանիքը այս կծով նախարարությունը դրամատրած է 100,000 եվրոյի բյուջեմը Գերաշինության աշխատանքները պիտի սկսին հարաճիգա կառնան առավել նկատի ունենալով տարավոր եկեղեցու ամբողջական վերագանքման անհրաժեշտությունը մոտ ադենեն պիտի պատրաստվի ջարդարապետական հատուկ ուսումնասիրությունը որբեսի վերաշինության հաջորդ հանգրվան եւս ներառնվի մշակույթի նախարարության բյուջեի մեջ եւ կարելի դառնա պատմական այս սրբավայրին վերագանքումը Ներկա լրատվականներուն հետ հարցազրույցի ընթացքին առաջնորդ Սրբազանը հայ համայնքին անունով իր երախտագիտությունը հայտնեց մշակույթի նախարարին եւ ընդգծեց կարեւորությունը նախարարության ստանձնած եկեղեցու վերանորոգության աշխատանքներուն Սրբազան հայրը տրվադեց հայ եւ հույն պատմական գաբերուն խորությունն ու եղբայրական սիլալիր համակոյակցությունը շրջանի մեջ Իր գարքին նախարարը ընդգծեց Սուրբ Գևորգ եկեղեցու պատմական արժեքը իբրև մասնիկ նույն շրջանի մեջ յուրահատուկ նշանակություն ներկայացնող հնամյա գոթողներուն Նաև ճեշտեց նախարարության ստանձնած հանձնարարությունը ամբողջությամբ սադարելու հայկական եկեղեցու ամբողջական վերագանքնումի ձեռագիրին Հարկելի ունգընտիրներ Վանացանի եթերով եւ դիմադրի եչով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան օրերը Սեզի հետեին Սանյա Ղորթովար Նատալին եւ Գրիգորը Մնացեք միշտ Վանացանի ունգընտիր